Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում միախառնվել էին գույները, ժպիտներն ու մանկական երևակայությունը։ Այստեղ էին համախմբվել 10 պատանի ստեղծագործողներ, մասնակցելու յուրահատուկ նախաձեռնության եզրափակիչ միջոցառմանը։ Յունիբանկը, կարևորելով երեխաների մտահղացումն ու ստեղծագործական ներուժի դերը, հայտարարել էր մրցույթ մանկական նոր բանկային քարտի դիզայնը վստահելով 6-ից 13 տարեկան երեխաներին։ Մրցույթին ներկայացվել են հարյուրավոր աշխատանքներ։ Ժյուրին ընտրել է լավագույն տասնյակը, իսկ հաղթող երկու աշխատանքները ընտրվել են քվեարկության միջոցով։ Դուք տասնյակում եք ընդգրկվել, որը արդեն հաղթանակ է։ Դուք կարող եք բոլորին ասել, որ դուք հաղթանակած եք, որովհետև ձեր նկարը լավագույնն է։ Եվ դուք ունեք գեղեցիկ նվեր, կարող եք տանել դպրոց, հիանալ ասել, որ դուք եկաք Սարյանի տուն-թանգարան, Յունիբանկը կազմակերպեց այսպիսի հրաշալի միջոցառում եւ դուք ունեցաք նվերներ։ Միջոցառման ընթացքում մասնակիցները շրջեցին թանգարանում, ծանոթանալով Սարյանի կյանքին եւ ստեղծագործական ժառանգությանը։ Այնուհետև հայտարարվեց մրցույթի արդյունքները։ Բոլոր 10 եզրափակիչ դուրս եկած երեխաները պարգևատրվեցին նկարչական պարագաներով, իսկ երկու գլխավոր հաղթողները դրամական պարգևով։ Մրցույթում հաղթող ճանաչված Էլինա Գաբրիելյանն ու Սամվել Էդիգարյանը պատմեցին, թե ինչ են պատկերել։ Երկու տիեզերագնաց, որոնցից մեկը բռնել է փուչիկների տեսքով մոլորակներ եւ որոնցից 4-ը ես պատկերել եմ ուրիշ կերպ, ոչ թե մոլորակ, այլ ծաղիկ, ծիածան, արև, ռոբոտ, մանկական, լիքը գույներ է վերցրել, որ սաղ լինի սիրուն ու գույնավոր։ Սամվելի հաղթանակով հպարտանում էր նաև նրա քույրը Միլենան, ով նույնպես մասնակցել էր մրցույթին։ Քույրը նշում է, որոշ չափով օգնել է փոքր եղբորը, եւ այսօր հաղթանակը Սամվելի ձեռքերում է։ Այսպիսով երկու հաղթող նկարների հիման վրա շուտով կթողարկվի Յունիբանկի մանկական բանկային քարտը։ Այս նախաձեռնությունը ոչ միայն խթանում է երեխաների ստեղծագործական զարգացումը, այլև հնարավորություն է տալիս նրանց գաղափարներն իրականություն դարձնել տեսանելի եւ գործնական արդյունքով։